Ուզում եմ հիշեմ, թե այս ամեն ինչից սկսվեց։ Երբ որ ես իմ անհանգստությունը հայտնեցի, թե ուր է Վարդան Ղուկասյանը այսքան ժամանակ դուրս չի գալիս եթեր, ես ինչ-որ մի ձև կապնվեցի Վարդան Ղուկասյանի մայրիկի հետ, Տիկին Սուսաննայի հետ, չերես մի մարդուն, որտեղ Տիկին Սուսաննան այդ մարդուն գրառում էր արել եւ մի պահ էլ հեռախոսի խոսակցություններ իր հետ ունեցել, որ ժողովուրդը, ամոթ ժողովրդին, որ ժողովուրդը չի կանգնում Վարդան Ղուկասյանի կողքին, Վարդան Ղուկասյանը այդքան բան արեց, բայց ժողովուրդը չի կանգնում, ոչ մի բան չի անում Վարդան Ղուկասյանի համար։ Ինչ էր գրում Տիկին Սուսաննա Ղազարյանը. «Դե դուրս եկեք փողոց, թե չէ հետո ուշ կլինի։ Դոգը որ լիներ կխառներ իրար, ոնց արեց Ղարիբ Բաբայանին։ Ոչ ոք չեն խոսում, Կոտոյանի նման կսպանեն», գրել է Սուսաննա Ղազարյանը։ Այդ գրառումը կա, ու այդ գրառումից առաջ ես դեռ չէի սկսել ինչ-որ մի բան։ Գրառումից հետո ես արդեն սկսեցի այս շարժումը, ոնց որ միտեղ էլ դաբրո ստանալով Տիկին Սուսաննայի այս քայլին, որ ժողովուրդը պետք է հենի ոտին, որ այս ամենը չներ, ես երևի թե այսպես չսկսեի, կամ ինչ-որ մի կասկածանքներ ունենայի։ Իսկ հիմա որ մեղադրում եք թե ինչու եք ժողովուրդ հելել, աջակցում Վարդան Ղուկասյանին, դա ինչ է։ Ու մեկ էլ ստեղ մի բան էլ չմոռանանք, որ մարտի 3-ին դատից հետո Տիկին Սուսաննան գրել էր այսպիսի գրառում, որ դո կուսակցությունը այլևս չկա։ Եկեք չմոռանանք այս ամենը։ Այս բոլորը որ սենց իրար կողք ես դնում, մազայիկի պես հավաքում ես, դու հասկանում ես, որ դո կուսակցությունը գտնվում է ԱԱՑ-ի ճնշման տակ։ Մի հատ եկեք լոգիկայով մտածենք։ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ԱԱՑ-ն ամեն ինչ արեց, որ Արտակ Գալստյանի գլուխն ուտի։ Դրա Արտակ Գալստյանը լինելով պլոճիկով տղամարդ կարողացավ ընդդիմանալ այդ ուժերին, բայց էլի ճնշումների տակ Արտակ Գալստյանին, Արտակ Գալստյանի մորը, երեխուն, հետապնդումներ սկսվեցին, ձերբակալվեցին, ճնշումներ եկա գործադրվեցին, դրա մասին ինչու չեք խոսում։ Ուրեմն անին այդքան կա, որ Արտակին ստվել անցել է, հա, որ կարային Արտակի վրա այդ ճնշումներն անեին, անի վրա ուրեմն այդ ճնշումները չէին կարող անեին։ Անին ընդհակառակը կին արմատ դինելով, այդքան ճնշումներին չդիմանալով, անին պրոստը կարելի է կանչել մի հատ ուրիշ սենյակ, մի երկու հատ բան դեմը դնել, ճնշումներ անել ու վсё անին իրանցն է։ Անին շուտվանից էր իրանցը։ Դրա համար հարգելները ստեղ պետք չի ինչ-որ հեքիաթների մեջ են գնել, դո կուսակցությունը էդի Վարդան Ղուկասյանն է։ Վարդան Ղուկասյանը հիմա փակի տակ է։ Այնտեղ դո կուսակցության էջում ով կգրի, ինչ կգրի, այդ արդեն ուրիշ հարցեր են։ Ու ողբամ ես ձեր վրա, Անի Խուդավերդյան, որ դու կարացել եք միակ սևակ գտնել, որ ձեզ պաշտպանի։ Իրենց բլոգեր անվանելով, Վարդան Ղուկասյանի անունը շահարկելով, Վարդան Ղուկասյանի լսարանը իրենց մոտ տանելով, փորձում են կարծիք ձևավորել եւ ապատեգատվությունը շրջանառել հասարակության մեջ։ Ողբամ ես ձեր վրա։ Էլ մարդ չկար, որ ձեզ պաշտպանի։ Էլ մարդ չկար, որ հելներ ձեր տեղ խոսար, ինչ-որ մի բան ասեր։ Այդ մարդու դեմն էլ գոնե տես դնում եք, գոնե թղթով մի դրեք, որ այդ մարդը չկարդա, ինչ-որ բնականի սրտե խոսքեր ասի։ Ես ողբում եմ ձեր վրա, ես ուրիշ բան չեմ կարող ասեմ։ Ես իհարկե ցավում եմ, որ դո կուսակցությունը այս տիպի ղեկավար ունի իր գլխին։ Ինչ ասեմ, իմ կուսակցությունը չի։ Վարդանը թող դուրս գա իր կուսակցության հարցերը լուծի, որ դուրս գա։ Սենց ասում եմ, «Стакими друзьями и враги не нужны»։ Հիմա ես պրոս ուզում եմ հասկանամ, ախպեր ջան, այս ում շահերից է էսի բռնում, որ մենք չխառնվենք։ Վարդան Ղուկասյանի շահերից, Անի Խուդավերդյանի շահերից, թե ԱԱՑ-ի շահերից։ Այս երկու բանն է, 3 բանն է, որ ես ուզում եմ հասկանամ, էլի, այստեղ պրինցիպի Անի Խուդավերդյանը չկա։ Անի Խուդավերդյանը գործիք է։ Ես որ մի հատ մոտս վիդեո եք գցել բանը, ասում է «Тот, кто нам мешает, тот и нам поможет»։ Тот, кто нам мешает, тот нам поможет։ Շուրիկը այդտեղ Անի Խուդավերդյանն է։ Ինձ միշտ ասում եք ով է, Շուրիկը Անի Խուդավերդյանն է։ Այսինքն այստեղ Անի Խուդավերդյանը չես ջոկում ինչ խաղա խաղում։ Այն խաղը, որ մենք չմասնակցենք, դա հաստատ։
Բայց ով Անի Խուդավերդյանի հետևը կանգնած, Վարդան Ղուկասյանը, թե ԱԾ-ն։ Այստեղ ես մտնում եմ, որ երկու հոգի կարանի, համ Վարդան Ղուկասյանը, համ ԱԾ-ն։ Դες խառնված ամեն ինչ իրար, էլի։ Այսինքն, որ հիմա այդ դոկուսակցությունը չի մասնակցել Գյումրի քաղաքապետարանի ընտրություններին, իհարկե, այստեղ կա որոշ չափ, որ երկու կողմից էլ կա, որ ԱԾ-ն էլ ասել մի մասնակցեք, ճնշումներ գործադրելով ու դե որ Անին էլ գնա, ասենք չեմ ան Վարդանին ասի մասնակցում ենք, թե չենք մասնակցում, դե Վարդանն էլ կասի ախպեր ջան, իմ տրամադրություն ձեր վարդագույն տրուսիկ։ Կարող է մի քիչ Անին դիցա բարթացել բան արել, իրանք որոշել են չմասնակցել ու ըստեղից արդեն նո գցում են Վարդանի վրա։ Նույնն էլ Վարդանի մայրիկին, որ ասում են դեղ փող են վերցրել։ Ոչ մի խոսքով, այս ամեն ինչը արվում, ասես դվայնոյ խաղերով, էլի, որ համ մեզ պախարակեն, համ մեզ գցեն, համ էլ մեզնից հեռու պահեն։ Այս բաները որ կան։ Ես պրոստը ուզում եմ հասկանամ, ախպեր ջան, էդի ումա ձեր տալիս։ Ոնց որ ձեզ մի հատ կարևոր ուժ կա, որ ձեզ օգնում է։ Առաջին օրվանից ասում եմ ախպեր ջան, ինչով կարանք ձեզ օգնենք, ձեր մեկնենք, զանգեք, խոսակ, ինչ կարանք, եթե պետքա լավ շուրջ խաղեր կա, բաներ կա, որ մենք կուրսի չենք, այդ խաղերի մասին ինձ էլ ասեք, ես ձեր խաղն էլ խաղամ, մենակ թե Վարդան Ղուկասյանին ազատ թողեն։ Հիմա այն ամեն ինչ տարվում է նրան, որ մենք չմասնակցենք, մենք Վարդան Ղուկասյանին չօգնենք։ Գիտեք ինչ, այնտեղ ինչ-որ սպառնալիքներ են գալիս, մենք ամեն ինչ հետևում ենք, էս ենք անում, են ենք անում։ Արի թե հիմա ասեմ ինձ ինչքան սպառնալիքներ են եղել, որ Վարդան Ղուկասյանին ես չաջակցեմ, դուք այս ձեր սպառնալիքները խաղալիք ինձի կհամարեք։ Ես էլ լրի սպառնալիքներին դեմ գնացել եմ Վարդան Ղուկասյանին աջակցելու, հիմա ձեր սպառնալիքներին ես պետք է ձեն չանեմ, հա, որ ինչա վախացնում եք տանը, որ Վարդան Ղուկասյանը կարա դուրս գա ինձի քրֆի։ Էդի կարող է ձեր այդ շրջապատի վրա աշխատի, որ դուք տենց վախացնում բան եք անում, որ ով ինչ խոսա, հեսա Վարդանը կգա ձեր հարցերը կլուծի։ Էդ իրանց վրա կաշխատի, բայց ին վրա չի աշխատի։ Ես կխոսամ այնքան ինչքան գտնում եմ ճիշտ է, ու չեմ խոսա այն ժամանակ, ինչքան կհասկանամ, որ պետք չի խոսալ։ Ես մենակ ես եմ որոշելու այդ խոսալու հնարավորությունը կա թե չկա։ Հիմա այստեղ պրոստը մի հատ ուրիշ հարց կա։ Հիմա ստեղծված ամեն պայմանները ոնց որ սաղ ասում են մեզ մի օգնեք, մեզ մի օգնեք, մեզ մի օգնեք։ Հիմա ոնց որ գնաս օգնես, ասես ախպեր ջան, բայց մենք քեզ ասում ենք մեզ մի օգնի, խես մեզ օգնում։ Ասում ես, արա լավ էլի, հա, դե որ մարդիկ ասում են ախպեր մեզ մի օգնի, էլի Վարդան Ղուկասյանից լավ ասեց, ես իմ կիսատ պրատ բան փող մի հավաքեք, բան, բայց նիպանյատնի է մաման այնտեղ էլի կիսատ պրատ չնես չէ որ ասեր, որ մեզ մի օգնեք, բայց այդ դրանը լրիվ տանում, էլի, ասես որ կիսատ պրատ ախպեր ջան, մեզ մի օգնեք, մեզ մի օգնեք, մեզ մի օգնեք։ Ու ամեն ինչ արեցին ախպեր ջան, որ մենք լրիվ հեռու մնանք ախպեր ջան ամեն բաներից, տեղեկատվական բաներից։ Դաժե այդ առաջի դատը, որոնց արեցին, որ մենք այդ դատի մասին չիմանայինք դեկտեմբերի մարտի 3-ին, բայց ոտ արխիմ ինչ դեկտեմբերի 3 ասում։ Մարտի 3-ին, որ պետք է լինի, էլի իմացանք, չէին ուզում այդ ամեն ձև, թե ինչ պետք է մենք անեինք ախպեր ջան այդ մարտի 3-ին, մարդ ենք ուտելու, ինչ ենք անելու, բայց դրանից հետո իրանք ամեն ինչ արեցին, որ հետո մենք տեղյակ չլինենք։ Մարտի 3-ին հենց իրանք նկարեցին վիդեո, հենց իրանք սայթում գցեցին, դրանով իսկ դատավորը չթողեց, որ միջև այդ լրիվ բաց էր լսումները, դառավ լրիվ փակ ախպեր, լրիվ գախնի դառավ։ Ինչ է այդ վիդեոյի համար, այդ վիդեոն էլ ես չեմ հնարում, խոմ դատարանը ասես, որ այն վիդեոյի համար դուք նկարեք գցել եք, ու դա էլ հենց դոկուսակցությունն է իր այջում գցել։ Դրանով իսկ արդեն փակ բացին։ Հիմա ախպեր ամեն ինչ կիմանայինք ինչա ոնց եղնում, այսպես կոֆեի բաժակ չենք նայի, չենք ասի ոնց ալնում, ինչ ալնում։ Ախպեր ես եկել եմ առաջվանից միջև հիմա ասում եմ ԱԾ-ն նստած անի վրա։ Հիմա թե անից երբ կազատվի, երբ չեք ազատվի, ձեր գործն է։ Անին դվայնոյ խաղ անում, համ աշխատում է Վարդան Ղուկասյանի վրա, համ աշխատում է ԱԾ-ի վրա։ Էդի պետք է դուք հասկանաք, ինչքան շուտ այնքան լավ։ Ինձ ասում էին ախպեր ջան, թե բանը արդեն դոկուսակցությունը ադմինները փոխվել են, հիմա արդեն ուրիշ մարդիկ են դոկուսակ բանությունը նայում, բայց չէ նույն ձևի այդ նույն գծով էլ եթում էր։ Մի մոմենտ էլ հելավ երևի այնտեղ ադմինները թե ովքեր ինձ սկսեցին պաշտպանել, այնտեղ մի հատ էլ երկրորդ անգամ որ Վարդան Ղուկասյանի մաման դուրս եկավ, ասես մի հատ էլ այնտեղ ադմիններին վախացրեցին, որ լսեք Անի Խուդավերդյանին։ Դե хорошо ախպեր ջան, ձեր գործն ասում է спасение утопающего, дело рук утопающего։ Ես այդտեղ բան չեմ կարող ասել։ Հիմա չեմ ան Վարդան Հակոբյանը ասեց, որ վաղը կամ մյուս օր հանդիպել է Վարդան Ղուկասյանի հետ վիդեոզվանոկով։ Այնտեղ չեմ անում, կարող արդեն հարցեր լուծեն, կարող Վարդան Ղուկասյանը ասում, հա ախպեր ջան,
ինձանով մի զբաղվեք, իմացեք թե ես հիվանդանոցում եմ, բուժումների մեջ եմ, գնացեք դուք ձեր գործերով զբաղվեք, հետո այնտեղ ինչ կլինի, միգուցե մենք այդ գիծը արդեն կպահենք, պրոստը հաստատ իմանանք։ Կամ էլ ընդհակառակը ասում ախպեր ջան, չես, вообще ես այդ հայտարարությունների հետ կապ չունեմ, բան չունեմ։ 1000 անգամ էլ ասել եմ, դուք ինձ զանգեք, ասեք, ինչ պետք է, ես են ասեմ, ինչ պետք չէ, ես են չասեմ։ Մարդ զանգող չկա, բայց չէին զանգի ինձ ասեն, Էդգար ջան, ասա հիվանդանոցում է գտնվում։ Պարզած չէին ասի։ Մի խոսքով, հարգելիներս, ես գալիս եմ այն եզրակացության, որ կպած անում են ամեն ինչ, որ մենք չաջակցենք Վարդան Ղուկասյանին, չխոսանք այս թեմայով, չմասնակցենք, այս չանենք, այն չանենք, ու ինչ վերաբերվում է ես կխոսամ թե չեմ խոսա, այդ իմ գործն է։ Ինչքան կուզենամ կխոսամ, ինչքան չեմ ուզենա, այնքան չեմ խոսա։ Պրոստը ստեղ ես տեսնում արդեն քաղաքական են կեղտոտ ձեր խաղերն այդում, որ չես ուզում այդ քաղաքական կեղտոտ խաղերի մեջ մտնել։ Դուք ձեր խաղերով զբաղվեք, ես ինչ որ պետքա կխոսամ, բայց ձեր քաղաքական կեղտոտ խաղերի մեջ չեմ մտնի։ Դուք ձեր կեղտով զբաղվեք, ձեր խաղերը արեք, իսկ ես կշարունակեմ աջակցել Վարդան Ղուկասյանին։ Ու սպասենք Վարդան Հակոբյանն ասեց վաղը կամ մյուս օր վիդեո զվանոկ ունենա Ղուկասյանի հետ։ Սպասենք, տեսնենք թե ինչ կասի Վարդան Ղուկասյանը, գոնե մի քանի բաներ Հակոբյանը հասնի, հայտնի ժողովրդին ասի, որ այնտեղ Անի Խուդավերդյանը իր կուսակցությունն արդեն պլինդուսին է իջեցրել, ինչքան անկապ բաներ կանելու արեց ու շարունակում անել։ Ես պրոստը զարմանում եմ թե ով է զբաղվում ձեր այնտեղ այդ ինչ-որ ստրատեգիական ինչ-որ քայլեր անելով, մտածելով։ Եվ հիմա ուզում եմ խոսել կարճ Վարդան Ղուկասյանի երրորդ դատի մասին, որ ասում ենք երրորդ դատը անցել է դրական արդյունքներով։ Ես մինչև հիմա էլ ասում եմ, որ երրորդ դատը անցել է դրական արդյունքներով։ Եթե առաջին երկուս անցել են վատ արդյունքներով, այսինքն առաջինը մեր փաստաբաններն ուշ էին ուղարկել, դատավորը ջղայնացավ մեր փաստաբանների վրա, երկրորդ ընդեղ էլ ինչ-որ հարցեր կար թղթերի հետ, որ էլի մեզ մեղադրեցին, իսկ երրորդը արդեն ընդհակառակը մեղադրյալ կողմին մեղադրեցին, որ ինչու դուք այս փաստերի վրա այսպիսի մեղադրանքներ եք առաջարկում։ Այսինքն այդ բաներով մենք ավելի շահեցինք ուրախություններ, մենք դրա իրար հետ կիսեցինք, դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա, հա, եթե մենք մի քիչ մեր ուրախության էֆորիան անցավ շատ, դա հասկանալի էր, բայց հետո եթեից հետո էլ ես ձեզ ասեցի, բուկվալի մի ժամ էլ չէր անցել, ասի Ժողովուրդ ջան, դա չի նշանակում, որ Վարդան Ղուկասյանը ազատ է արձակվել եւ всё, հեսա գալու է տուն ու եթերներ անի։ Դրա համար պետք է համբերությամբ սպասենք դատավորի վճռին։ Այո, մենք սպասում ենք, որ դատավորի վճիռը կթողներ, որ միջև գոնե ապրիլի 25-ը կթողներ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դուրս գար եւ այդ ընթացքում տունը լիներ, որ նոր ապրիլի 25-ին գնար մասնակցեր, բայց դու դատավորը որոշեց, որ չէ, թողել որ պետքա ինքը լինի որ պետքա դատարանում լինի կամ այնտեղ որտեղ է ինքը գտնվում, այդ էմիգրացիոնի սլուժբայում։ Դրա մեջ ահավոր բան չկա, հարգելիներս, որ հիմա ասենց կատվածը հարեղած, ասում եք, բա որ ասում եք, всё, ամեն ինչ լավ է անցել, ուրեմն всё, պետք է թողեն գատուն։ Դա մենք այդ դատն ենք, ժողովուրդ ջան, դրական արդյունքներ ստացել, բայց ոչ всё, даже եթե մենք դատել շահենք, այնտեղ միանգամից Վարդան Ղուկասյանին չէին թողելու։ Այդ process-դուրա է, որ պետք է արի ինչ-որ բան է, այնտեղ աղա բողոք քարկում են, էս են անում, են անում, 1000 ու մի բան կան գելեք բաների մեջ, ամփոփելով այս ամենը։ Լավ են, որ ես տեսնում եմ, որ մենք այս գործը ունենք հաղթելու բոլոր քարտերը, այն որ Ամերիկան դա ազատ խոսքի երկիր է, այն որ այստեղ ամեն ինչ ուրիշ ձև արվում, այն որ մենք տեսնում ենք ընթացքը ոնց է գնում, այն որ չկան ապացույցներ, չկա հիմք, այդ բոլոր տեսնելով մենք հասկանում ենք, որ գործը գնում է դեպի դրական իր ֆինիշին։ Իսկ վատ կողմերն է, որ ես տեսնում եմ մարդիկ, որ ամեն ինչ խանգարում են, որ ամեն ինչ չեն ուզում, որ այս ամեն ինչը մարդիկ իմանան, կուրսի լինեն, իրանց միակ երազանքն էր, որ այս ամենը սուսիկ-պուսիկ, իսկ մարդիկ չիմանային, որ Վարդան Ղուկասյանին դատում են, որ դատ եղավ, որ ոչ իմանից տեղյակ չլինեին։ Ուզում էին իմանային, որ Վարդան Ղուկասյանը բուժվում է, բուժվում է։ Մարտի 3-ի համար էլ իրանք չէին ուզում իմանային, որ դատա լինելու, չէին ուզում, որ մարտի 10-ին մարդիկ լինեին դատարանում ու տեսնեին, թե ինչ վճիռներ է կայացվում, ինչ արվում, ամեն ինչ փակ, որ ժողովուրդը չիմանա։ Ինչի համար է սարվում, ինչի համար է ամեն քակ մեջ, այս ամեն կռիսական այս խոդերն արվում, այս արվում են արվում։ Ու այս մարդը անում է, ես չեմ անում ինչի համար է արվում։
բայց արվում է անի կողմից ու անի կողմից ամեն ինչ քակ մեջ արվում։ С такими друзьями враги не нужны։ Եթե դուք ուզում եք հաղթեք այս ամեն ինչը, կարող է դժվարություններով հաղթեք, բայց այս խառնակիչներին ձեր միջից հանեք, մի քիչ խելացի մարդուն դրեք։ Ես գիտեի, թե այս ամենը արվում է ինչ-որ ածի ճշումների ներքո։ Միջև հիմա էլ դրա վրա եմ, բայց մեկ-մեկ կասկածում եմ, դաժե մարդիկ ասում են, ախպեր ջան, չէ, ածի ճշումը չախպեր, պրոստը այս կնիկը այդքան ինտելեկտ չունի, այդքան ինքը կրթված չի, որ կարողանա այս ամեն ինչի տակից նորմալ դուրս գա։ Ույս մեկ-մեկ գալիս եմ այդ համոզվածության։ Բայց չեմ կարծում, չէ, ածը սա մեջ կա։ Ածն կա, պրոստը ածն ոչ չօգտվի այսպիսի նվերից, որ կա Անի Խուդավերդյան ու Անի Խուդավերդյանով ինքը օգտվում է։ Ցիտիկների շուշուտ կարմենք, կերակրեք։ Այսքան բան ժողովուրդ ջան։ Միևնույն ժամանակ գիտեք, ես արժանն եմ ցանկանում մատուցեմ այն բլոգերներին, ովքեր այս օրերի ընթացքում լուսաբանեցին։ Ես բոլորի անունը միգուցե չեմ էլ կարող տալ, ես չգիտեմ YouTube-ը ինչ ծրագրով է բերում, ասենք, երբ դու ինքդ փորձում ես մտնես համացանց եւ բերում է որոշ բլոգերներ, միգուցե ըստ լսելիության աստիճանի ես չեմ կարող ասել, բայց ես հասցրել եմ նայեմ Էդգար եւ Վարդան Ակոբյան բլոգերների, այսպես ասած, գործառույթները եւ արձանագրել եմ, որ վերջիներիս կողմից բավական մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի կարողանա տեղեկատվություն հասցնի այն անձանց, ովքեր որ ցանկանում են լսել, իսկ այդ անձիկ բավականին շատ են, երևի 100,000-ներով եւ եթե չլինեին նաեւ այդ կարգի ինֆորմացիոն գործառույթները, ես կարծում եմ փչացած հեռախոսի էֆեկտը ավելի շատ էր լինելու, ինչ ասես, որ կարող են գրգոն եւ այդ անձիկ եւ այլ անձիկ թողներվեն, ես չգիտեմ անուններով, որոշակի կարողանում են եղած տեղեկատվության բազայով որոշակի ինֆորմացիա տան։ Իրոք իրավամբ ես արձանագրում եմ, որ չլինելով նախ գիտեք Վարդան Ղուկասյանի գործը մի ակնհայտ արագ ձևով տարածվեց ամբողջ աշխարհում եւ բազմաթիվ անձիկ, բազմաթիվ մարդիկ անունը կդնենք համակիրներ, անունը կդնենք նվիրյալներ, անունը կդնենք հետաքրքրասերներ, բոլորը ցանկանում են վերցնել տեղեկատվություն, ինֆորմացիա եւ դրա կրողները, այսպես ասած, կոպիտ ասած, կոորդինատոր, որպես այդպեսին չկա։